Շուրջ մեկ տարի ընթացող սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստին Բագրատ arczepiskopos Գալստանյանը դատարան ներկայացավ ոչ թե ԱԸԾ մեկուսարանից, այլ տնային կալանքից։ Ինչպես միշտ դատարանի բակը լի էր սրբազանին սատարող քաղաքացիներով եւ լրագրողներով, որոնք փորձեցին իմանալ նրա կարծիքը հետընտրական իրավիճակի եւ հետագա քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Այնինչ տեղի ունեցել մեր աչքի առջև բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ իրենց լեզվով ասած պատմական զեղծարարության ընթացք էր, հասկանալի պատճառներով, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու եւ դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած։ Պատասխանատվության ամենամեծը, որից անընդհատ խոսափում ենք։ Մենք իրավունք չունենք պարզապես ձեռքներս բաց թողնելու ասելու եղավ ու վերջացավ գնաց, ոչ։ Մեկ քայլ առաջ, եւ ես թույլ տվեք ասելու, սա այն փոքրիկ հաղթանակներից մեկն է, ոչ էլ փոքրիկ, լավ էլ հաղթանակներից մեկն է, որ հակառակ այս հալածանքին այսօր արձանագրվում է մեր կյանքում։ Սրբազան պայքարի գործն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այս դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողները խուզարկությամբ հայտնաբերված Հայկ Շահնազարյանի որսորդական զենքը ներկայացրեցին որպես գործին առնչվող ապացույց։ Պաշտպանական կողմը անմիջապես հակադարձեց, հայտարարելով, որ Հայկ Շահնազարյանը որսորդ միության անդամ է եւ առկա են զենքի օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Փաստաբանները փորձեցին մեղադրողներից ճշտել, կա որևէ փաստական տվյալ, թե օրինական կերպով պահվող այդ զենքը ինչպես է կապվում առաջադրված մեղադրանքի հետ։ Եթե զենքը լիովին օրինական է եւ փաստաթղթավորված, ապա ստացվում է որևէ պայքարի կամ շարժման մեջ մտնելիս մարդը պետք է հանձնի իր որսորդական կամ պետությունից որևէ պարգև ստացած օրինական զենքը, հարցրեց պաշտպաններից մեկը։ Չկա որևէ օպերատիվ տվյալ, որ այդ զենքերը կարող են կիրառվել այլ նպատակով, քան նախատեսված են, քան ձեռք են բերել։ Հետևաբար պատվարժան դատարան, այո, դուք դեռևս նախնական դատալսումների փուլում, երբ որ այս հարցերը քննարկում ենք, պետք է արգելեիք, այս ապացույցները չպետք է հետազոտվեին առհասարակ։ Հանրային մեղադրողները պնդեցին, որ ապացույցների վերաբերելիությունն ու փոխկապակցվածությունը մանրամասն կներկայացնեն իրենց եզրափակիչ ելույթում։ Այս մոտեցումն անընդունելի է պաշտպանական կողմի համար։ Փաստաբանները քանիցս պահանջել են գործի նյութերից ընդհանրապես հեռացնել դրան չառնչվող տարրերը։ Նրանց պնդմամբ օրինական զենք զինամթերքի թեման քրեական գործին է կցվել բացառապես հանրությանը մոլորեցնելու եւ ապակողմնորոշելու նպատակով։ Այն ինչ որ ներկայացնում որպես ապացույց, որևէ առնչություն չունի ապացույց լինելու հետ։ Այսօր ներկայացրել են այսպես կոչված զենք զինամթերքներ, օրինակ, որը բացարձակ առնչություն չունի գործի հետ։ Բացարձակ։ Եվ տեսակ մեղադրողները տևապես խուսափում էին կոնկրետանալու, որոշակի անալու եւ որոշակի պատասխան տալ։ Մինչ այդ ներկայացնում էին մեզ, երբ հարցեր ենք տալիս, ասելով որ կգան որոշակիացնելու փուլը եւ դրա պատասխանները կտան։ Հիմա եկել ենք որոշակիացնելու փուլը, ասում են չէ, սպասենք գնանք եզրակացության։ Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 14:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։